Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 13 օր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում հերթական հարվածն է հասցրել հակառակորդին։ Ըստ ԻՀՊԿ-ի լիբանանյան Հզբոլահի հետ համատեղ գործողությունը տևել է 5 ժամ, Իսրայելում խոցվել է ավելի քան 50 թիրախ, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում հարված է հասցվել ամերիկյան ռազմաբազաներին։ Իրաքի ափերին 2 նավթատար լցանավ է խոցվել պայթուցիկով բեռնված հեռակառավարվող նավակներով, 1 նավաստի զոհվել է։ Իրաքը դադարեցրել է նավահանգիստների գործունեությունը։ Բահրենն էլ հայտնել է, որ Իրանը հարվածել է վառելիքի բաքերի, խոշոր հրդեհ է բռնկվել։ Հարվածներ են արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում։ Իսրայելն իր հերթին հայտնել է Թեհրանին եւ Իրանի արևմտյան շրջաններին հարվածելու մասին։ Թիրախավորվել են ԻՀՊԿ-ի կենտրոնակայանները, հրամանատարական կենտրոնները, բալիստիկ հրթիռների պահեստները եւ գործարանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանն օրեցօր կորցնում է իր ռազմաօդային կարողությունները։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների, Պենտագոնն օրենսդիրներին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 11 միլիարդ դոլար։ Իսրայելի եւ Հզբոլահի միջև հակամարտությունը եւս շարունակվում է։ Գնդակոծության տակ է հայտնվել Բեյրութը, կան զոհեր եւ վիրավորներ։ Լիբանանում զոհերի թիվը հասել է 600-ի, 800,000 մարդ տեղահանվել է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտի միակ ճանապարհն է ապագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրումը, փոխհատուցման վճարումը եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչումը։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի։ Կարծում եմ, մենք շատ լավ վիճակում ենք, գլխավորը այն է, որ մենք հաղթենք արագ, բայց հաղթենք։ Շատերը ասում են, որ արդեն հաղթել ենք, հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու։ Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը նորից կրկնվի, մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի ինչ է անում։ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, թիրախավորելով 19 ֆիզիկական եւ իրավաբանական անձի։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է նոր միջոցները, նշելով, որ Եմեն փորձում է պատժել Իրանին իր դեմ ագրեսիային դիմակայելու համար։ Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը դատապարտում է հարևան երկրներին Իրանի հարվածները։ Բանաձևը համահեղինակել է 135 երկիր, ինչն աննախադեպ թիվ է կազմակերպության պատմության ընթացքում։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել, քանի որ ըստ նրանց բանաձևն ամբողջությամբ չէր արտացոլում հակամարտության արմատական պատճառները։ Տեքստում չեն հիշատակվում Իրանին ամերիկա-իսրայելական հարվածները։ Իրանը դատապարտել է նման բանաձևի ընդունումը։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ երկրում 1348 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 17,000-ը վիրավորվել։ Նա հիշեցրել է, որ Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։ Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրների գրում են, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների ԱՄՆ զինված ուժերը հնացած տվյալներ են ունեցել դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի մասին եւ սխալմամբ հարվածել են ուսումնական հաստատությանը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը մեծապես ազդել է էներգակիրների գների վրա։ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 1 բարելի դիմաց $100։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նրան, որ նավթի 1 բարելի գինը կհասնի $200։ Նավթի գնի աճը զսպելու համար էներգետիկայի միջազգային գործակալությունը երկրներին առաջարկել է ռեկորդային ծավալի 400 միլիոն բարել նավթ բաց թողնել իրենց ռազմավարական պահուստներից։ Վաշինգտոնը հայտարարել է, որ բաց կթողնի 172 միլիոն բարել նավթ։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր 32 անդամ երկրները համաձայնել են այս նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ խոշորագույն մի քանի բանկեր փակել են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարում իրենց մասնաճյուղերը։ Ավելի վաղ իրանական բանկի վրա հարձակումից հետո երկրի զինված ուժերը հայտարարել էին, որ թիրախավորելու են տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված բանկերն ու ֆինանսական հաստատությունները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։